Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Նա հայտարարել է, որ ռուս-սիրիական հարաբերությունների վերականգնման համար շատ բան է հաջողվել անել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եթե Զելենսկին իսկապես պատրաստ է հանդիպման, ապա նրան հրավիրում են Մոսկվա, միևնույն ժամանակ երաշխավորեն նրա անվտանգությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սթիվ Ուիտքոֆը եւ Ջարեդ Քուշները չեն մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին։ Հանդիպումը կլինի երկկողմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, սակայն Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն կունենան միանալու նրանց։ Նա նաեւ ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում տարածքային հարցը դեռևս լուծված չէ, բայց հակասությունները մեղմվում են։ Ինչ վերաբերում է Վենեսուելային, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ Վենեսուելան Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցն էր, հավելելով, որ իրենք հույս ունեն վերադառնալ դրան, եւ այդ ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել։ Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ Իրանը մտնում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ։ Նա կարծում է, որ առաջին երկու փուլերն էին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմը եւ դեկտեմբերի վերջից երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը։ Փոխնախարարի խոսքով նրանք փոխել են մարտավարությունը, բայց կպարտվեն նաեւ այս փուլում, ինչպես նախորդ երկուսում։ Կոլումբիայում ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վենեսուելայի սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Թաիլանդի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիսում, որի հետևանքով զոհվել են 2 օդաչուները։ Ոսկու գինը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ, գերազանցելով 5500 ԱՄՆ դոլարը 1 տրոյական ունցիայի դիմաց։ Հարյուրավոր ջահակիրներ հավաքվել են հեռավոր շոտլանդական կղզում նշելու վիկինգների կրակի փառատոնը, որը ջահերով ամենամեծ փառատոնն է Եվրոպայում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։